Մի րոպե, դուք գիտեք, որ վագրը իրականում նարնջագույն չի, դա մեզ ուղղակի թվում է։ Վագրին մենք տեսնում ենք վառ նարնջագույն, որովհետև մարդու տեսողությունը տրիխրոմատիկ է, այսինքն մարդու աչքը տարբերում է կարմիր, կապույտ եւ կանաչ գույները։ Օրինակ, եղնիկը չի տեսնում կարմիր գույնը եւ նրա համար վագրը նարնջագույն չի։ Նա վագրին տենում է կանաչ մոխրագույն։ Այդ ժամանակ վագրը ամբողջությամբ միաձուլվում է անտառի հետ։ Վագրը ստեղծված չի ոչ գեղեցկության եւ ոչ էլ մեզ համար։ Կարծես բնությունը հարմարացրել է վագրին ու եղնիկին մեկը մյուսին։ Բնությունը եղնիկին ստեղծել է որպես զոհ, դրա համար նա չի տեսնում վագրին։ Փաստացի վագրը շատ կենդանիների համար կամուֆլյաժով է։ Միլիոնավոր տարիներ զոհ եւ գիշատիչ փոխել են իրար, մինչեւ որ ստացվել է կատարյալ հավասարակշռություն։ Բայց կա ավելի տարօրինակ փաստ։ Միայն վագրի մորթին չի նախշերով։ Եթե հանենք մորթին, նրա տակից նույնպես կլինեն նախշեր։ Այսինքն շատ հետաքրքիր բան է ստացվում, բնությունը չի ստեղծել վագրին ուղղակի որպես կենդանի, այլ ստեղծել է իդեալական մեքենա որսի համար։ Եվ դրանից հետո առաջանում է մի հատ հարց. բնությունը մենք տեսնում ենք այնպիսին, ինչպիսին կա, թե այնպիսին, ինչպիսին թույլ է տալիս մեր ուղեղը։ 1 րոպեն ավարտվեց, կհանդիպենք։